Պատկերացրեք, ամիսներ առաջ պլանավորել եք ամանորի ընտանեկան ճամփորդությունը, ընտրել եք թե ֆինանսապես, թե ժամանցային ամենահարմար երթուղին, հավաքել եք ճամպրուկները, երեխաների հետ հեվի-հև հասել օդանավակայան ու ժամեր անց պարզել, որ թռիչքը չեղյալ է հայտարարվել։ Հենց այսպես էլ սկսվում է զրուցակցից ճամփորդությունը, երբ արդեն հանձնում են ճամպրուկները, պարզվում է, որ հունվարի 2-ին Երևան-Պրահա նախատեսված թռիչքը հետաձգվում է։ Ավիաընկերության հետ կապ հաստատել չի հաջողվում։ Հստակ տեղեկություն չկա ոչ թռիչքի նոր ժամի, ոչ էլ հետագա քայլերի մասին։ Ու սկսվում է ժամերով ձգվող սպասումն ու անորոշությունը։ Ժամերը դառնում են օրեր։ Հունվարի 2-ին մեր թռիչքը նախատեսված էր ժամը 17-ին։ Արդեն օդանավակայանում էինք, երբ ասացին, որ ուշացում է լինելու, երբ է նոր թռիչքի ժամը կամ առհասարակ լինելու է թռիչք, ոչ մի տեղեկություն չկար։ 2-3 ժամ սպասեցինք, վիզերի գրասենյակ կամ կապի միջոց չկար։ Դիմեցինք օդանավակայանի ինֆորմացիոն կենտրոնին, ասացին, որ շարունակենք սպասել։ Կապի մեջ են ավիաընկերության հետ ու նորություն ունենալուն պես կասեն։ Սակայն այդպես էլ նորություն չեղավ, բայց մեզ ասում էին չգնանք, որովհետև ցանկացած պահի հնարավոր է տեղի ունենա թռիչքը։ Այդուամենայնիվ մենք որոշեցինք վերադառնալ տուն եւ սպասել, որովհետեւ տեղեկություն ունեինք, որ Պրահա մեկնող ինքնաթիռը Համբուրգից պիտի գար Երևան, բայց այդ թռիչքը տեղի չի ունեցել։ Միայն կեսգիշերին մոտ ավիաընկերությունը մեյլով տեղեկացրեց, որ թռիչքը հետաձգվում է, իսկ ավելի ուշ հայտնեցին, որ ընդհանրապես չեղյալ է հայտարարվում։